Ինչ ես ուզում խոսենք անձնական։ Շատ նեղ չեմ կարա գնամ էլի։ Շուտիկի հոկեբան եմ։ Կարծում եմ ձեր հետ շատ հետաքրքիր է անցնելու։ Թեկուզ սենց։ Արի խոսենք։ Կարող եմ առաջարկել brain spotting-ի ցուցիչով ուղղակի էքսպերիմենտ անել։ Չգիտեմ ինչ է այդ բանը, բայց ահա։ Եկեք փորձենք։ Եկեք փորձենք։ Շատ լավ։ Ցավոտ չէ։ Չէ։ Փորձենք ուղղակի ցույց տալ ոնց է աշխատում brain spotting-ը։ Դրան։ Այսինքն շատ է խանգարում։ Հա դե նայած։ Լարվի որ բռնի։ Նայած է, բայց ես կարամ սենց էլ խոսեմ։ Զրոյից 10 միավոր բալանոց համակարգով կարող եք ասել, քանի միավոր է ինքը։ Այդ ամբողջ մարմինը, թե կոնկրետ ինչ-որ միտեղ։ Չէ, ավելի շատ ընդհանուր անկցկում։ Ընդհանուր կցկվածություն։ Այստեղ։ Այստեղ։ Եվ այստեղ։ Մեջտեղ։ Եթե ցանկություն կա, բայց դժվարանում եք, հնարավոր է գնալ հոկեբանի մոտ եւ բացել դա։ Հա, այսինքն սկսել կամած վստահել հոկեբանին եւ խոսել խնդրից։ Սա հղի չի։ Դուք եք պերֆեկցիոնիստ, որը դժվար է հասնելը։ Ես Անին եմ։ Չէ։ Այտենց չէ։ Հա։ Ես հայուհի եմ, մայրիկ եմ, մասնագիտությամբ հոկեբան եմ։ Երևի այդքանը։ Կարող եմ բացել, արդեն մնացածը բացելու մասին է խոսք գնում։ Ուղղակի գնացի տուն, ասացի ուզում դառնալ հոկեբան։ Հոկեբանը ներգործություն ունի տվյալ մարդու վրա, ազդեցիկ է այդ մարդու համար հեղինակությունը եւ կարող է շահագործվել, այսինքն շահագործել հոկեբանը այցելուին, որ իր հետ եղել է, կարող է։ Դրա համար արգելվում է։ Այստեղ դրա համար կարող է հոկեբանի անձը։ Անկամ մեր նման փոքրիկ երկրում, որ կարող ենք հանդիպել տարբեր միջոցառումներում, շատ կարևոր է այդ սահմանը պահել հենց այցելուի համար։ Որովհետև հետագայում միգուցե ինքը չի ուզում կորցնել քեզ նաև որպես հոկեբան, դա չէ պետք է հաշվի առնենք։ Այսինքն եթե տարիներ հետո եղավ ինչ որ կերպ հանդիպում եւ փոփոխվեցին հարաբերությունները մարդկանց, այլևս հոկեբան չի կարող աշխատել, լինել հոկեբան այդ մարդու համար։ Ուրեմն դադարեցնում ենք աշխատանք, եթե տարբերակը չի ընդունվում, որովհետև մի վնասիրը կարևոր է։ Ախտար է։ Իհարկե։ Ինքը ինձ չի դիմել որպես Անի, ինքը ինձ դիմել է մասնագետ, որի օգնության կարիքը ունի։ Ամենաանհեթեթը միգուցե նա, թե ինչ եք անում հոգու հետ։ Ոնց եք բուժում հոգին, սա այդքան անհեթեթ չի, բայց ինչ եք անում հոգու հետ, միգուցե եւ անհեթեթ թվա։ Մենք ընդհանրապես չենք պատմում այցելուների մասին, բայց ծիծաղաշարժ մի բան կպատմեմ, երբ որ մի երեխա ինձ հարցրեց, ասեց ինչքան փող ես աշխատում։ Կարամ հոկեբան դառնամ, շատ փող աշխատեմ։ Դե դրականը, երբ որ աջակցությունը տեղ է հասնում եւ մարդիկ կամ իրենց փորձով ոչ ինձ մոտ եկած, հա, այցելուները ասում են դա շատ կարեւոր է։ Կան դեպքեր, երբ որ պարտադիր է հոկեբանությունը, այսինքն հոկեբանի մոտ այցելությունները, դրանք ավելի ուրիշ խնդիրներով են պայմանավորված։ Հայաստանում մենք չունենք այդ ինստիտուտը, այդ լսել ենք Եվրոպայի, Ամերիկայի օրինակներով, հանցագործությունների դեպքում, հա, ինչ որ կամ օրինակ անգամ ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ եթե վարելուց ունենում, անգամ կարծեմ այդ դեպքում այցելում են հոկեբանի մոտ պարտադիր։ Դա դատարանն է որոշում։ Մեզ մոտ կարծես թե այդ ինստիտուտը դեռ չունենք, ես չեմ հանդիպել, համենայն դեպս չգիտեմ։
ինքը արդյունավետ չի լինի այլ դեպքերում, որովհետև մարդը ինքը պետք է ցանկանա իր խնդիրը բարձրաձայնել եւ փոփոխություն ունենալ իր կյանքում։ Եվ թողնի մեկ անձ մտնի իր կյանք եւ ոնց որ միասին քննարկեն իր կյանքը եւ վերլուծեն։ Դա մարդու ցանկությունից պիտի գա։ Անկամ մենք ունենք, այդպիսի պատմություններ լինում է, երբ որ մեծահասակը ուրիշի հորդորով է գալիս։ Անմիջապես զգում ես, որ ինքը եկել է ինչ-որ մեկի հորդորով, ուղղակի որ ապացի, որ ես սա էլ արեցի։ Այդ մասին խոսում ենք իր հետ։ Ավելի շատ կանայք։ Հոգեբանի մոտ ովքեր են գալիս, հոգեբանական խնդիր ունեցող մարդիկ, հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդիկ կարող են նույնպես լինել հոգեբանի այցելուն, եթե համատեղում է օրինակ հոգեբույժի հետ աշխատանքում։ Այդ մի քիչ ուրիշ խնդիրներ են, բայց հիմնականում հոգեբանի մոտ գալիս են հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք ավելի հեշտ է շտկելը, կյանքի որակ բարձրացնելը։ Հիմնականում, եթե լինում են խնդիրներ, որոնց հետ ես չեմ աշխատում, ես ուղղորդում եմ այլ մասնագետի մոտ։ Եվ պատահական եւ ոչ պատահական ես երազել եմ դառնալ հնագետ։ Այնպես ստացվեց, որ քննությունները փոխեցին։ Ես պարապել էի այլ բաներ, այլ առարկաներ։ Եվ միշտ ինձ հետաքրքրել է փոքրուց մարդու էությունը, այն ժամանակ չգիտեի դրա հոգեբանությունը։ Ու ես շատ լավ եմ կարողանում հաղորդակցել փոքրուց տարբեր տարիքի մարդկանց հետ, միշտ ինձ հաջողվել է ու անգամ կոնֆլիկտային խնդիրները լուծելիս ինձ հեշտ է տրվել դա։ Ու մտածեցի, իսկ միգուցե այդ ուղղությամբ կարելի է ինչ-որ մի բան, արդեն գիտեի ինչ-որ հոգեբանության մասին, ֆիլմերից եւ այլն, արդեն այդ տարիքում էի։ Եվ ուղղակի գնացի, սկսեցի կարդալ մասնագիտությունները, հասա հոգեբանությանը, ինչ-որ տատանում տվեց մոտս էմոցիոնալ, իջա նորից կարդալով, նորից բարձրացա կարդալով, հասա հոգեբանությանը, էլի տատանում տվեց հուզական ու ես հասկացա, որ իրականում ես ուզում եմ հոգեբան դառնալ եւ նշեմ, որ հնագիտությունն ու հոգեբանությունը հեռու են որպես մասնագիտություններ, բայց նաեւ շատ մոտ են։ Բաց լինելը շատ կարեւոր է։ Փոքր չափաբաժիններով իհարկե կախված է նաեւ իրադրությունից մարդը որքան է պատրաստ։ Այստեղ սահմանը պետք է գծել։ Իսկ եթե ես անդադ մտածեմ դուք ինչ եք մտածում, ես ուղղակի չեմ հասցնի ապրել։ Դրա համար գոյություն ունի սենյակ ու կոնկրետ իրադրություն, որի համար պետք է մտածել այդպես։ Բայց եթե ես անընդհատ մտածեմ, ով ինչ է մտածում, ով ինչ է վերլուծում, ով ոնց է ապրում, սխալ է ապրում, ճիշտ է ապրում, իհարկե դա հոգեբանական մաս չի, սխալն ու ճիշտը, դա ասեցի, որ հանդիսատեսը ավելի լավ պատկերացնի, ես ուղղակի չեմ հասցնի ապրել։ Ես հիմա փորձում եմ հնարավորինս ավելի հանգիստ ու բաց լինել ձեր հետ։ Բոլոր տարիքներում դե ճանչափահասներին համար դիմում են ծնողները, սակայն շատ ակտիվացել է այն, որ երեխաներն են ասում, ես հոգեբանի կարիք ունեմ, հիմնականում դեռահասները, որ ինչ-որ խնդիր ունեմ, ես ուզում եմ հոգեբանի հետ աշխատել, պատահում են նաև, որ այցելուները, որոնք մի փոքր մեծացել են, իրենք հիշում են, որ հոգեբանի հետ ինչ-որ խնդիրներ են լուծել եւ երբ հայտնվում են մի իրավիճակում եւ չեն կարողանում ծնողի հետ կիսվել ու լուծում գտնել, ասում են ինձ կտանես հոգեբանի մոտ։ Այս կարծում շատ կարեւոր մշակույթ է, որ ձևավորվում է։ Կարող եմ ֆիքսել տրամադրությունը, ինչ տրամադրություն ունի, ինչ հոգեվիճակում ընդհանուր հենց հիմա, ընդհանուր առմամբ, բայց աշխատում եմ ուշադրություն չդարձնել հոգեբանական այդ ընկալումներիս վրա։ Փորձում եմ ուղղակի քայլել, դիտարկել, ինձ համար ապրել ուղղակի։ Տունը հանգիստ, բայց բարեկամներ, հարազատներ մի տեսակ տարօրինակ մոտեցան, հոգեկան, այդ ինչի մասին է, հոգու մասին է, իհարկե առաջին բառը դա հոգու մասին ինչ եք անելու, այսպիսի արձագանքներ կային, որը ենթադրում էր բացատրություններ։
կուրքեր չեմ ձևավորում, դրա համար մի հոգի չի։ Բայց յուրաքանչյուր մասնագետի մոտ, որ ես կարող եմ սովորել, ինքը այդ փուլում կարող է դառնալ ինձ համար շատ կարևոր անձ, ուսուցիչ, որին եւ ավտոմատ սկսում ես նմանակել, քանի որ ինքը արդեն քո համար կարևոր մարդ է դարձել, եւ վերցնել այն ինչ որ կարևոր է եւ ինքը տալիս է քեզ։ Հա, այդպես փուլերով կարող են ուսուցիչներս դառնալ ինձ համար կարևոր մարդիկ։ Դա մասնագիտություն է։ Երբ որ ես կհամարեմ դա ապրելակերպ, արդեն ինքը կդադարի ինձ համար լինել մասնագիտություն եւ կառաջանա խառնաշփոթ, որովհետեւ հնարավորինս պետք է մենք խուսափենք, ինչպես դերասանները կյանքում դեր խաղալիս, այնպես էլ մենք հնարավորինս պետք է խուսափենք հոգեբանական գնահատումներ, այլ ձև ենք ասում, հոգեբանական գնահատումներ տալ կյանքում։ Դա բարդացնում է, բայց միևնույնն է, մասնագիտությունը դա մտածողություն է, որ ինձ հետ է։ Ուղղակի հնարավորինս, երբ որ բարդ իրավիճակ է գալիս, եւ ինքը օգնում է եւ կարող է նաեւ խանգարել։ Օրինակ անձնային հարաբերություններում, երեխաների հետ հարաբերություններում կարող է եւ օգնել եւ խանգարել։ Չէ, բոլորին միանշանակ պարացետամոլ չեն նշանակում բժիշկները։ Այսինքն ինչպես է բժիշկները անալիզ վերցնում, գանգատ վերցնում, հա, անամնեստիկ տվյալներ, նույնը հոգեբանն է անում, այսինքն փորձում ենք հասկանալ իր կյանքի ուղին, բնավորության որոշակի հատկանիշներ, գանգատը, ինչ իրավիճակում է հիմա ապրում, ինչա բերել այստեղ անցյալից, ինչ ունի, ինչ ռեսուրսներ ունի, այդ ամեն ինչը հասկանալուց հետո հասկանում ենք, թե որ ուղղությամբ կարող ենք գնալ, առաջարկում ենք այցելուին, քննարկում ենք միասին, որը ի դեպ կարող է հետագայում փոփոխության ենթարկվել։ Այսինքն ինքը ճկուն գործընթաց է ու միագծանի չեմ կարծում կարող է լինել։ Որոշել ենք 10 հանդիպում մենակ այս թեմայով ենք աշխատում եւ վերջ։ Իհարկե կան այդպիսի թերապևտներ, դա իրենց մոտեցումն է, բայց ինձ մոտ դա ես այդ կերպ եմ դիտարկում, այսինքն եթե այցելուն եկել այսօր ավելի ակտուալ իր համար խնդրով, կարող ենք հետաձգել նախորդ հանդիպման քննարկումը, ակտուալ խնդիրը քննարկել, միևնույնն է, այդ բոլորը իրար հետ կապ ունեն։ Մենք այսպես ենք դիտարկում խնդիրը, երբ որ օրինակ մարդը չափազանց բարի է, շահագործվում է, բայց ինքը դա դիտարկում է իր հոգևոր սնունդը, հա, այսինքն ինքը օգնում է բավարարվածության զգացում ունի եւ չի դիտարկում, որ իրեն շահագործել են, մենք կարող ենք կողքից դա նկատել, հա, բայց մարդը համար դա խնդիր չէ, ես որտեղ իրեն պետք է բռնեմ, հա, ասեմ դու խնդիր ունես, այդպես հոգեբանը չի անում։ Հոգեբանը սպասում է իր սենյակում, երբ որ մարդը կմտածի, որ այդ իր համար կարող է խնդիր հանդիսանալ, ինքը կգա այդ սենյակ։ Այդ երբ որ պատմես, այդ պաշտպանական մեխանիզմը է, որ դու ծիծաղում ես, որովհետև դու ունես խնդիր, որը չես ուզում պատմես, ուզում ես թեթևացնես, որովհետև ինքը բարդ է քո համար, սկսում ես ծիծաղել։ Ապրոմակցող։ Հիմա բացատրեք այդ ինչը։ Երբ որ հոգեբանը աշխատանքի ընթացքում կարողանում է դիմացինի հույզերը, խնդիրները հասկանալ, ընկալել եւ տալ համապատասխան հետադարձ կապ։ Ճախ կարող եմ նոր հատկապես եկող կամ բարձր հուզականության ունեցող այդ պահին մարդը, ով հակված է, որ իրեն մոտիկ լինես, ես կարող եմ հակվել դեպի առաջ։ Գիտակցաբար, որպեսզի ինքը իմ զգավոր ես իր հետ եմ։ Եթե դրա կարիքը մարդը ունի, դա այդ պահին ես հասկանում, կարիքը ունի, թե չունի։ Եթե կարիքը չունի, չէ։ Առաջինը արտաքին տեսք, գնահատումներ չեն սրանք, ուղղակի չափանիշներ են, որոնք մեզ օգնում են հասկանալ մարդու հոգեվիճակը։ Այսինքն հագնված է, որքան է խնամված, ինչա հագել, որ մի քանի հետաքրքրություններ կարող ենք անգամ արտաքին տեսքի մեջ գտնելով մարդու մասին պատկերացում կազմել իր հետաքրքրությունների մասին, որոշ դետալներ, քայլվածքը, ժեստերը, գլուխը կախ է, ուղիղ է քայլում, եթե գլուխը կախ է, մտահոգ է, աչքերը կարողանում է ուղիղ աչքերով նայել ինձ, թե ոչ,
ժեստեր, քայլվածքը ամբողջը շատ կարևոր են։ Մենք համ բաց ենք, համ փակ ենք։ Դարդոտած ենք, ինչու՞ չէ, մեր պատմությունը այդպիսին է։ Եվ պատմություններն էլ ենք մենք ստեղծում, գումարած դրան կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ, հա, դրա համար։ Եվ բաց ենք բավականին, եւ նաեւ չվստահող ենք, էլի կասեմ բավականին։ Այսինքն մենք ավելի հակված ենք վստահել մեր նեղ խմբերին, քան մեծ խմբերին եւ օտարներին ավելի քիչ ենք հավանաբար վստահում։ Կարող է այդպես թվալ, որ շատ վստահում ենք, բայց այդպես չի, կարծում եմ։ Ավելի շատ փոքր խմբերին ենք վստահում, մեր ընտանիքին, մեր ընկերների խմբերին, կոլեկտիվին, ինչ որտեղ, թիմերին, որտեղ աշխատում ենք, բայց միևնույնն է, մենք մեծ խմբերին հակված չենք վստահել, կարծում եմ։ Ոչ։ Ինչ ենք անում, որպեսզի չառաջացնենք, մարդուն այցելուին տալիս ես այն, ինչի ինքը կարիքը ունի, որպեսզի իր ռեսուրսները ակտիվացնի։ Ոչ թե ինքը մտածի, որ առանց հոգեբան ես չեմ կարող, այլ ինքը տեսնի, որ հոգեբան իրեն տալիս է, որ նորից ասեմ, ուրախ տուն են գնում կամ աշխատանքի, չգիտեմ։ Ուր հասա։ Ոչ թե այցելուն պատկերացնի առանց հոգեբան ինքը չի կարող, այլ ընթացքում, այդ սկզբում միգուցե այդպես պատկերացնի, ընթացքում ինքը ստանա այնպիսի գիտելիքներ, տեխնիկաներ, ինքն իր հետ աշխատելու, իր ռեսուրսները ակտիվացնի, որպեսզի տեսնի, որ կան գործիքներ, որոնք մասնագետը տալիս իրեն, որ ինքը գնա իր կյանքով ապրի եւ կկարողանա իր ռեսուրսները օգտագործել։ Այս դեպքում կախվածություն չի առաջացնում, բայց եթե հոգեբանը որոշի, որ ինքն է կարևոր այդ մարդու կյանքում, այլ ոչ թե այդ մարդն է կարևոր իր կյանքում, հա, այստեղ կարող է եւ կախվածություն առաջանալ։ Շատ եմ լուրջ խոսում է լինել, երբ որ ես ունեմ ավելի քիչ այցելուներ, ես ուրիշ աշխատանքով եմ զբաղվում, այսինքն իմ մասնագիտությամբ, բայց այլ որևէ միջոցառում, որևէ մի բան հաստատ կկազմակերպեմ, որովհետեւ երբ որ շատ ժամանակ կմնա, օրվա մեջ 5 ժամ, եւ ես ունեմ արդեն իմ հանգստի ժամերը, ես այդ ժամը կօգտագործեմ, բայց եթե ես չունեմ հանգստի ժամեր այդ շաբաթվա մեջ, ես կվայելեմ այդ բաց ժամերը, կհանգստանամ, իմ գործերը կանեմ, անձնական հարցեր եւ այլն եւ այլն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, բայց մենք մեզ լավ ենք ճանաչումը, կարող ենք հարաբերականորեն դիտարկել, որտեղ մենք երբեք երևի այդպես էլ լավ չենք ճանաչում մեզ, երկրորդ, պատահում է անգամ մարդը չգիտի խնդիրը, ուղղակի իրեն վատ է զգում, պատճառականությունն է հարկավոր գտնել, որովհետև մարդը բազմաշերտ ու տենց բարդ կառուցվածք ունի մարդու հոգեկանը, տենց հեշտ չի ամեն ինչ, միագծանի չի, մի գծով չի գնում։ Եվ անգամ եթե գիտի, միգուցե չգիտի ինչպես հաղթահարել, որովհետև փորձել է մի քանի ձևեր, մոտեցումներ ունի, բայց չի գտնում, չի լուծվում հարցը։ Պետք է թարմ ձևով վերանայել դա։ Եւ ի վերջո օրինակ ունենք համոզմունքներ, որոնք փոխելը հեշտ չէ եւ մարդը չգիտեր, որ դրանք կարելի է ինչ-որ տատանում առաջացնել եւ կյանքի բարելավել կյանքի որակը։ Իհարկե կա տարանջատում, մտածողության ձևերի մեջ կա տարանջատում, այսինքն եթե վերցնում ենք մարդը իր ֆունկցիաներով համընդհանուր է, իրավունքներով համընդհանուր ենք, գնում ենք դեպի, հա, այդ եւ բավականին կարծում եմ հավասարազոր է դարձել, բայց տարբերություններ իհարկե կան, եւ ֆիզիոլոգիական տարբերություններ կան, եւ մտածական տարբերություններ։ Տղամարդը պիտի ուժեղ լինի եւ իր խնդիրները չկիսի ուրիշների հետ։ Չնայած կա բավականին փոփոխություն, չենք համեմատի 10 տարի առաջվա հետ, բայց դեռևս կա այդ ստերեոտիպը, որը խանգարում է տղամարդուն ավելի բաց լինել եւ ավելի հեշտ ապրել, հենց թեկուզ հեշտ ապրել ավելի, որովհետեւ երբ որ դու չես խոսում քո խնդիրներից, քեզ տանջող հարցերից, դրանց լուծում տալ ավելի բարդ է դառնում։ Հնարավոր է լինեն որոշակի հայացքներ, որոնք կարող է դեռևս ես չեմ մշակել ինձ մեջ որպես հոգեբան, այսինքն այդ
անի անձին է պատկանում, բայց որպես հոգեբան դեռևս մշակված չեն, եւ դա կարող են ստիպել ուղղորդել այլ մասնագետի մոտ, որպեսզի չվնասեն, սկզբունքը կիրառել։ Շեղումներ հնարավոր է ստանան միգուցե բոլոր մարդիկ, եթե այսպես ենթադրենք, հա, ու դա մասնագիտության հետ կապ չունի։ Բայց այն, որ կարող են ունենալ հոգեբանական խնդիրներ նաև հոգեբանները, իհարկե։ Ես ինձ հետ համարում եմ ինձ բավական ներդաշնակ, բավական, ոչ թե ներդաշնակ ընդհանուր առմամբ, այլ բավականաչափ։ Ես սիրում եմ անգամ իմ հետ բաց խոսել, հնարավորինս, որքան որ մարդը իրեն կարող է երևի թույլ տալ, որովհետև մենք միևնույնն է, ունենք ստվերկոն, որին չենք ցանկանում տեսնել։ Ես սիրում եմ քննարկումների մասին, այսինքն հոգեբանի հետ քննարկել իմ խնդիրները, որովհետև դրանք իհարկե կան եւ կլինեն, ինչպես բոլոր մարդկանց մոտ։ Ես սիրում եմ իմ կյանքի դինամիկային, իմ հոգեկանի դինամիկային հետևել, որոշակի խնդիրների լուծման ընթացքին հետևել։ Այդ process-ը ինձ շատ դուր է գալիս։ Պարտադիր գիտակցելու եմ, որովհետև այստեղ արդեն թերապիան խախտվում է եւ ուրիշ ճանապարհ կգնա։ Այսինքն, այսպես թե այնպես դու տեսնում ես, որ կխախտվի։ Այսինքն մենք ունենք նորմեր, որոնց մշտապես հետևում ենք։ Ես կարող եմ իմ այցելուի մասին անգամ չիմանամ ինքը որտեղ աշխատում։ Այսինքն այն կետերը, որոնք կարևոր չեն թերապիայի համար, ես չեմ էլ վերցնում։ Հավելյալ ինֆորմացիա անհրաժեշտ չի։ Իսկ կարող է անգամ իմանամ, բայց երբևէ չօգտվեմ այդ առիթից, որովհետև չվնասելը կարևոր սկզբունք է։ Եթե դու անցնում ես այդ նորմը, դու խախտում ես այդ նորմը, դու սկսում ես օգտագործել մարդուն։ Մասնագիտության մեջ կարող է ուղղակի հուզական, բարձր հուզականությունը ընդհանուր ֆոնի ինքը խանգարող լինի, ոչ թե ազդի։ Այսինքն, եթե չեմ հասցրել հանգստանալ օրվա ընթացքում, հնարավոր է ինքը դառնա որոշակի խանգարող հանգամանք, որը ես շտապ պետք է վերացնեմ։ Դրա համար, երբ որ այցելուներին ժամ եմ նշանակում, աշխատում եմ թողնել այդ միջակայք հանգստի համար։ Հենց այդպես էլ կասեմ, որ դա տևելու է երկար, ու մարդն է որոշում ինքը գա, թե չգա, ու ոնց վերաբերվի այդ process-ին։ Եկեք չմտածենք, որ հոգեբանները նայում են մարդուն ու սկանավորում են նրա յուրաքանչյուր հոգեկանի, յուրաքանչյուր բջիջ, դա այդպես չի։ Այո, ես կարող եմ որոշակի պատճառ հետևանքային կապեր տեսնել, հասկանալ այս մարդը ինչու ասեց ավելին, քան օրինակ ոչ մասնագետը կհասկանա։ Միգուցե այդ ոչ մասնագետն էլ իմ նման կարողանա այդ պատճառ հետևանքային կապերը տեսնել։ Տարբեր կերպ ես կարող եմ անել, կարող եմ ընդհանրապես ինձ պահել որպես մարդ, ով հոգեբանության հետ կապ չունի։ Այսինքն իրացիոնալ մտքերից տրվեմ, դառնամ հուզական, հետո որոշեմ, որ պետք է իրացիոնալ մտքերից դարձնեմ ռացիոնալ, որտեղ դրանք ինձ խանգարեցին։ Հոգեբաններ կան, իրանց կողքը չեն դնում անձեռոցիկ, ասում են ինքը թող բեր իր հետ։ Անձեռոցիկ, հա, մշտապես իմ այցելուների բազկաթոռի կողքը կա փոքրիկ սեղան, որի վրա կա փոքրիկ ծաղկաման, 2-ից 3 տարի, ինչպես նաև տարբեր կանոնադրություններով 5 տարի այցելուների հետ հոգեբաններին արգելվում է այլ շփում ունենալ։ Դե չկա տեսական մաս, ես այստեղ հոգեբան չեմ։ Ես այստեղ մարդ եմ, ով կարա նստի սիրուն բաներ խոսի։ Առանց տեսության չկա գիտություն, չկա մասնագիտություն։ Նա ինքը spot է կոչում brain spotting, ուղեղի վրա կետ։ Մեր խնդիրները, տրավմատիկ իրադարձությունները, իրանք ուղեղի վրա կետեր են ունենում, հա, կարծես նեյրոնային, հետպատերազմյան իրավիճակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը, արտակաղթը, Արցախի կորուստ, տնտեսական, տարբեր բաներ կարող են ազդել, եւ դրան էլ եթե գումարենք որոշակի խնդիրներ անձնային դաշտում, կարող է բարձրացնել մարդու տագնապայնությունը։ Դա մշակութային առանձնահատկություն է, ես կարող եմ ասել դաստիարակության մեջ, այսինքն տղամարդը պետք է լինի ուժեղ նշանակում է չտրվել հույզերին։
Բայց կարծեմ ժամանակներն անցել են եւ մարդիկ հասկանում են, որ մարդ արարածը ինքը նաեւ հուզական էակ է եւ հույզերին տրվելը եւ ընդհանրապես հույզերը հասկանալ այն մտքերը, որոնք բերում են մեր հույզերը եւ ապրել այդ հույզերը շատ կարեւոր է, որովհետեւ միայն այդ ժամանակ ենք մենք անում մարսել այն ամեն ինչը մեզ հետ տեղի է ունենում։ Դրա համար միանշանակ յուրաքանչյուր մարդու համար իր հույզերը ապրելը, այդ թվում նաեւ լաց լինելը շատ կարեւոր է։ Կարող են ասել տրենդային է, միգուցե եւ դա կա, բայց եթե մարդը խնդիր չունի, կարծում հոգեբանը իրեն սիրով կբացատրի, որ հայց չունեք կամ ներկայացրեք հայց, որի հետ պետք է աշխատենք, այսինքն այդ չենք հորինում այդ հայցը, հայցը մարդը պետք է ձևակերպի, մենք օգնենք իրեն ձևակերպել։ Ուղղակի գնալ սովորել, չեմ կարծում տենց հատուկ ինչ-որ խորհուրդ կարա լինի, ուղղակի սովորել, պրպտել, միշտ պետքա սովորել։ Կարծում բոլոր մասնագիտություններում է դա կարևոր։ Այսինքն չեմ կարծում հոգեբանության մեջ կա մասնագիտության մեջ մի բան սովորելու հետ կապված, որ ավելի հատուկ պիտի լինի։ Հա, շատ կարևոր է մարդկանց սիրելը ու կյանքը։ Կենսասեր լինելը եւ մարդասեր։ Կենդանիները նույնպես սիրեն, բնություն նույնպես։ Կարծում եմ այդ բոլորը իրար հետ անմիջական կապ ունեն։ Չեմ հիշում տենց բան, բայց կարող են լինել շատ տերմիններ, որ կարդալիս ասենց ինչ որ դժվար կարդաս, բայց հենց հիմա տենց դեպք չեմ հիշում, էլի։ Կարծում եմ տարիքը, երբ որ ես այլևս չեմ կարող ճկուն մտածել, տանեցիներիս ասել եմ, հենց սկակ ճկուն չեմ մտածում, ինձ ասեք դուրս արի աշխատանքից, եթե մինչև այդ չունենանք համակարգ, որը ինձ կստուգի եւ չի թողնի աշխատեմ, հավանաբար դա, ուրիշ մտքեր չունեմ այդ կապակցության, որ կթողնեմ, ինձ շատ եմ սիրում։ Ես կուզեի, որ մեզ մոտ լիներ մասնակցային ժողովրդավարություն, այսինքն մարդիկ մասնակցեին իրենց պետության կամ համակարգի կառուցմանը, օրինակ ոչ միայն կազմակերպվեր զուտ ծառատունք եւ վերջ, այն ինչ որ մի խումբ գնար, այլ դա լիներ մեր սովորական առօրյան կամ փողոցը քայլելով ուղղակի մարդիկ աղբտեսնելուց հավաքելով գնային, որտեղ դա սովորական առօրյա է։ Երևի մի քիչ բարդ բաներ եմ ուզում, բայց հնարավոր։